Մենք արդեն արթնացել ենք ու հեսա իջնելու ենք Ռիադում breakfast անելու։ Ինչ չէի փորձել այս կյանքում։ Ու երկու։ Սա կյանքս ասում եմ մեղրով կերեք։ Ծվածել է։ Հոմո։ Ինչ բան եմ ասում։ Իրական բրինձը մուրաբայով դիոպես։ Բրինձը մուրաբայով։ Բրինձը մուրաբայով։ Մենք նոր ենք դուրս եկել Ռիադից ու արդեն գնում ենք քաղաքը բացահայտելու, խնդրում եմ մի հատ փողոցներ էլի։ Սենց գլխարկ եմ ուզում։ Եթե այսի վերցնեմ, այս outfit-ից ես շատ ասազերում։ Շատ սիրուն է, բայց Համաձայն եմ, գույները։ ու ընդհանուր ինչ-որ սենց շատ շունչ կա, հնությունը ամեն ինչի վրայից սենց թափվում է կոնկրետ։ Համեմունքների հոտերը։ Համեմունքների հոտերը ոբշե չեմ կարա բացատրեմ, սենց օդ չես շնչում, համեմունքի հոտ ես շնչում քայլելուց։ Ես ուղղակի խոսքեր չունեմ։ This is my obsession։ Ինչքան սիրուն են։ Այս մեկը, ինձ թվում է ես հետ եմ գալու իրան վերցնեմ։ Շատ լավն է։ Հիմա գտնվում ենք Բաչա Coffee-ում, սա նախկինում եղել է Փաշայի պալատ, Փաշա իրանց լեզվով հենց Բաշան է, ու բավականին երկար ժամանակ փակ է եղել, մինչև որոշել են վերաբացել, բացվել է սրճարան ու վաճառում են մասնագիտացված սուրճ, որը բավականին համեղ է։ Հայտնվել ես քո paradise-ում։ Բայց այն մեկը ավելի լավն էր, իսկ եսի։ Չգալիս ենք խանեմ։ Որոշեցինք վերցնենք Maple Dance ու մեկ էլ Sweet Mexico կոֆեները։ Top level coffee experience է դեպք։ Հիմա եկել ենք, որ պետքա Elbabi Palace մտնենք, բայց գալու ճանապարհից մի հատ պատմություն պատմեմ։ Ուրեմն տենց անցնում ենք շուկայի մեջով ու մի հատ մարդ, մի հատ տղա տենց կանչում է համեմունքներ, նա ցույց տալիս եւ այլն, դե մենք իրական համեմունք ուզում ենք առնենք, մտնում ենք հետաքրքիր է եւ այլն։
տենց ցույց տալիս հերթով բան, շատ սիրալի բան եւ այլն։ Մեկ է վերջում ասում է իմ հոսպիտալիթին է, ես դες պետքա չայ հյուրասիրեմ։ Բերում եմ բաժակները, դնում եմ չայը լցնում եմ, տալիս է ձեռներս։ Ու ես մի այլ կարգի չայը չեմ ուզում խմեմ, որովհետեւ զզվում եմ։ Արթուրը ասում է, տեսա բաժակները լված եւ այլն, ասում եմ լավ, օքեյ, բաժակները լված, լավ է բան։ Խմելու ընթացքում տենց միկում անում եմ, ասում եմ գոնե միկում անեմ, նոր տամ։ Միկում անում եմ, մեկ է ֆռում եմ, տենում եմ գետնին կեղտոտ տաշ տոտերած, մեջը ջուր, ասում եմ խնդրում եմ էլի մենակ թե այդ տաշտի ջրով սարկած չլինի այդ չայը։ Ու հիմա ես պլացեբա եմ սկսել, որ թունավոր էր ու ես մեռնելու եմ։ Իսկ Արթուրի պետքը չի вообще, ինքը ուրախ երջանիկ ապրում է, ինչպես միշտ։ Չգիտեմ։ Ասեմ, ինչ ասեմ։ Իմը չի всё же այս վլոգ անելը։ No, we don't need it. Մի խոսքով մենք եկել ենք մի բուճուր հաց ուտենք ու հետո գնալու ենք Elbadi Palace։ Ավելի շուտ պետք է գնայինք իրականում, բայց ուժեղ արևա որոշեցինք մի քիչ տենց մայրամուտի կողմ գնալ, որ չվառվենք, որովհետև դե վերևում տանիք չկա, պատերա մենակ, մի խոսքով։ Ուշ եկեք ով այդպես էլ Elbadi Palace չմտավ, մենք չնայած որ երկու անգամ գնացել ենք դիմացը, որովհետև ես տիկետ կարդալ չգիտեմ։ Ասեցի լավ արևը մի քիչ գնա, ասեն սիրում որ պատի հետևից չերևա կադրերը չվառվի ու տենց։ Чё? Она мы дошли, мы маршали. Сумку хватит, ходи. Часы. Որոշեցի ձեր համար փոքրիկ ռիադ տուր անեմ։ Այստեղ վերևով մեր սենյակ ենք բարձրանում։ Այս հատվածում էլ արդեն փուլն է, ավանդական ռիադներում միշտ կա։ Շուտ արա։ Ու վլոգերս նայեք։